նախ ասեմ, որ ընտրությունների մասնակցության առումով որոշում չկա, որովհետև այն ընթացքը, որը մենք հիմա տեսնում ենք, չի խոստանում ընտրություններ։ Ընդհանրապես ընտրություններ չի խոստանում, այսինքն լինելու է process, որի անունը լինելու է ընտրություն, բայց իրականում ընտրություն չի լինելու։ Էլի նույն կոտրած դաշտակի առաջ ենք կանգնելու։ Այն որ դեռ նոր ուժեր էլ կակտիվանան, այսինքն կարելի ասել կրկեսը եկավ Հայաստան, այդ ֆիլմից կտոր ասեցի, հա, այսինքն բալագան է սպասվում եւ միակ լուծումը, որ ես տեսնում եմ այստեղ, այդ բոլոր ձեր թվարկած ուժերը պետք է ուղղակի դադարեն իրենց ներկայացնել քաղաքական դաշտում եւ նոր ուժ, որը ալտերնատիվ գաղափարներով կգա ի պաշտպանություն հայկական շահի, ազգի ինքնության, նոր համակարգի ստեղծման, որովհետեւ ընտրվում է ինչ, որ այս նույն կոնստիտուցիայով, հա, նույն իշխանության ուզուրպացիա տեղի ունենա։ Սրա կողմից չլինի, նրա կողմից լինի, հասկանում եք, այստեղ համակարգը առանց համակարգային փոփոխության մենք ոչ մի լավ բան մեզ չի խոստանում ապագայում։ Հա, բայց այս քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են ընտրություններին մասնակցելու մասին, իրենք բոլորն են խոսում են Հայաստանի շահը պաշտպանելուց, Հայաստանի խնդիրները լուծելուց, թշնամուն դիմակայելուց։ Որ ուժն է այդ բանը անում։ Օրինակ այդ ու ձեր թվարկած ուժերից քանիսն են ասում, որ արցախցիները պարտավոր են վերադառնալ Արցախ, որ հայկական շահը պետք է հետապնդվի։ Գտնվող ընդդիմությունը խոսում է այդ մասին։ Ավելին, հենց դրա ուղղությամբ է ամենամեծ քննադատությունը ուղղում գործող իշխանությունների հասցեին։ Լավ, թող ձեր ասածը լինի։ Չէ, ուզում եմ հասկանալ բոլորն էլ, բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարում են, որ իրենք մասնակցում են, որովհետև երկիրը կործանվում է, որովհետև իրենք պետք է գան եւ փրկեն, լուծեն խնդիրները։ Նիկոլն էլ ասում է, ես պետք է լինեմ, որ ինքնիշխանությունը պաշտպանեմ, որ մենք զարգանանք, հզոր լինենք եւ այլն։ Շատ լավ։ Հիմա հանրությունը ինչպես թացը չորից տարբերի։ Երբ բոլորի խոսույթը կարծես թե նույն բանի մասին է։ Հանրությունը դրվածա քեֆ ենք անում, լավ ենք անում լոգիկայի տակ։ Ուղեղները հեռացված, ամբողջ օրը լվացք կատարվում նրանց ուղեղներում։ Մի խոսքով, մինչև ճիշտ դիագնոզով չմոտենա սրան, հա, բոլորն էլ ասում են, սենց, բայց ճիշտ դիագնոզով եւ ճիշտ ճանապարհային քարտեզով, եթե չմոտեցար, նույն բանն է շարունակվելու։ Իսկ նույն բանը շարունակվելով մենք հաստատ երկիր ենք կորցնելու։ Հիմա Հայաստանը ինքն է կառավարվում, թե օտար կառավարման ներքո է։ Ոնց եք կարծում։ Դուք ինչ եք կարծում։ Չէ, ես ձեզ եմ հարցնում։ Այսօր ես եմ հարցեր տալիս, պարոն Պետրոսյան։ Ես էլ քեզ եմ հարցնում։ Քո կարծիքով։ Մենք ինքնիշխան ենք, թե կառավարվում ենք հիմա։ Դուք ձեր հարցին պատասխանեք ամեն դեպքում։ Իհարկե կառավարվում։ Եվ որ կողմից են կառավարվում։ Մի քանի կողմից, այո։ Բայց դա հնարավոր ով ունի հնարավորություն կառավարելու, կառավարում է։ Եվ մենք պինգ-պոնգի գնդակի նման սրա նրա կամակատերն ենք դարձել։ Ես էլ եմ հարցեր տալու։ Որովհետև ես իրավունք ունեմ քեզ հարց տամ, որպես քաղաքացու, հա, որպես քաղաքացու։ Կարևոր է, Էլիսա ջան, որովհետև մենք խոսում ենք հանրությունից եւ այլն, ես էլ դուք էլ հանրության մասնիկ եք, դուք ինձ եք հարցնում, ես գիտեմ իմ պատասխանը եւ դուք էլ գիտեք, ես տարիներ շարունակ նույն բանն եմ ասում։ Ես էլ ձեզ եմ հարցնում, բան փոխվել է ձեր մոտ, ձեր պատկերացումների մեջ։ Արդյոք տեսնում եք, որ մենք որ դեպքում շանս կունենանք մեր երկրին տեր կանգնելու, մեր իրավունքներին տեր կանգնելու, մեր ինքնությանը, մեր Արարատին, հա, մեր ամեն ինչին, որ դեպքում, եթե կա այդ ազգային գաղափարախոսությունը, չէ, եթե կա այդ կամքը դրան հետամուտ լինելու, եթե կա այդ կամքը ոմանց մերժելու,
Հասկանում եք։ Եթե կա այդ կամքը փնտրելու ճիշտ դաշնակիցներ տվյալ պահի համար, այնպես չի որ դրանք մի անգամ գտար ու գնաց։ Հենա Ռուսաստանը ձեզ օրինակ, հա։ Այսինքն, եթե դու ես ամեն ինչը, եթե թվարկում ես այս բոլոր բաները, որ հա, բայց ընտրում ես այդ միակ դաշնակցի, հյուսիսային դաշնակցի տարբերակ, արդեն ես քո ամբողջ ասածը թափվեց ջուրը։ Կամ սենց անցնում ես մենակ այն մի կողմի բանը, էլի թափվեց ջուրը։ Այսինքն ճիշտ դիագնոզով պետք է շարժվել եւ կամք ցույց տալ այդ ուղղությամբ գնալու եւ ընտրել այն մարդկանց, որոնք այդ կամքը ունեն, ժամանակի ընթացքում դրան հետամուտ են եղել, աղաղակել են, բարձրաձայնել են, ցույց են տվել իրենց պայքարելու ունակությունը եւ այլն եւ այլն։ Եթե այս ամեն ինչը պետքա մնա եւ մենակ ընտրարշավի ընթացքում բոլորը դուրս գան այդ նույն բանը ասեն, բայց մենք ներքուստ գիտենք, որ նրանց բովանդակությունը դա չի։ Հասկանում եք, բոլորին չի վերաբերում բնականաբար, հա, կան շատ արժանավոր մարդիկ, բայց արժանավոր մարդկանց էլ գցում են իրաց ջրերը, շահը գրգռում են, քաջալերում են, գովասանքի խոսք են ասում, դու կլինես, հասկանում եք, բայց մեր ազգային հարցը այդպես էլ մնում է չլուծված եւ մենք այդ ընթացքի մեջ ենք շարունակաբար։ Պարոն Պետրոսյան, ինչպես արդեն ասացի, մեր վերջին հարցազրույցից 5 ամիս է անցել եւ այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ ու արձանագրումներ կան։ Հիմա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համաձայնագիր, հռչակագիր, նախաստորագրված պայմանագիր ունենք, գնահատականները, մտահոգությունները այս ամենի հետ կապված ու հատկապես այդ Թրամփի ուղի կոչված նախագծի հետ կապված բազմաթիվ են։ Դուք ինչ դիտարկումներ կանեք օգոստոսի 8-ին մենք որպես պետություն ինչ կարող ենք արձանագրել, ինչ ստացանք, օրինակ Քոչարյանն ասում է ժամանակին ես էլ եմ եղել Վաշինգտոնում, Քլինթոնի հետ նկարվել եմ, բայց դրա դիմաց ոչինչ չեմ տվել։ Ես չի որ սխալ ասում, չի տվել իրոք, բայց ես մեր մյուս ընկերը տալիս է ու տալիս է, և հենց սա ապացույցն է, որ մենք գտնվում ենք արտաքին կառավարման տակ, հասկանում եք, Դոնալդ Տրամփի աչքերը չէր սառել, որ խորանար այս հայ-ադրբեջանական պատմության, ցեղասպանության եւ այլն, այս ամեն ինչը Իրանից հեռու է, բայց կողքից խորհրդատուներ, որոնք սպասարկում են Թուրքիայի Ադրբեջանի շահերը, նաեւ կարամ ասեմ Իսրայելի, հա, սիրուն փաթեթավորված այս մարդու ականջին կաթացրին այդ գործարքը արեցին։ Հասկանում եք, բայց դա ընդամենը բան էր, ով շահեց, մենք ոչինչ չենք շահել այդտեղ, բացարձակ ոչինչ, Ադրբեջանը շահեց 907-րդ բանաձևի հանումը, կհաստատեն ինչ եղել, սա շահեց Միջանցքը, իհարկե, այդ բոլոր նկարագրությունները բերում են դրան, ինչքան ուզում է տարբեր անուններ տան, հասկանում եք, ճոպանուղի կարան ասեն, արահետ եւ այլն, բայց խոսույթը եւ այս տարբեր մանիպուլյատիվ խոսույթով դա ներկայացնելու որպես ինքնիշխան տարածք եւ այլն, այս ամեն ինչը բլեֆ է, պարզից պարզ է, որ այստեղ լոբին աշխատել էր իշահ Ադրբեջանի եւ մեզ գցեցին հերթական թակարդը։ Ինչ է այդ, որ հիմա սենց մտածենք, ասում են, որ տեղից մեծ եսիմ հոսքեր կլինեն եւ այլն, այդտեղ անգամ խանութպանի կարգավիճակ մենք չենք ունենալու, հասկանում եք, այդ տրասի կողքը, խանութպանի կարգավիճակ չենք ունենալու, Եսի պետք է հաշվի առնել։ Եվ հետո Ադրբեջանի այս կետից Նախիջևանի մուտքը մենք այդտեղ ինչ շարժ ունենք։ Մենք որևիցե շարժ ունենք, մեզ պետք է այնտեղից գնալ այնտեղ։ Չէ։ Եթե գնացքի ճանապարհը, որը պետք է վերականգնվի իբրդ, գար
մտներ Հայաստանով, հա, այն մյուս ճանապարհով կարելի էր ասել, որ փոխադարձության սկզբունքով մենք այստեղ ենք տալիս, նրանք այնտեղ են տալիս, հասկանում եք։ Այս ախր այս ամբողջ Ղարաբաղյան 44 օրյան այդ պատերազմը արդյունքը սրա համար էր։ Սրա համար էր։ Այնտեղ կիսատ մնաց։ Հասկանում եք, կիսատ մնաց։ Հիմա իրանք, այսինքն իմ ասելով, սա կապիտուլյացիայի վերջի բաններ, հա, արարներ։ Պարոն Պետրոսյան, ինչու օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան, եթե սա նրանց լոբիստական աշխատանքի արդյունք է, ինչու իրենք չաշխատեցին այս 5 տարիների ընթացքում, երբ Հայաստանն ավելի թույլ էր, հենց Ռուսաստանի հետ իրագործեն։ Ի վերջո նոյեմբերի 9-ի 9-րդ կետն էլ միջանցքի մասին է։ Ինչու իրենք որոշեցին, որ ԱՄՆ-ի հետ պետք է նոյեմբերի 9-ը մոռանա եւ ԱՄՆ-ի հետ փորձեն այդ աշխատանքը տանել եւ միջանցք ստանալ։ Կա շահերի բախում Արևմուտք եւ Ռուսաստան։ Կա չէ, բախումը կա։ Պարզերևում է, չէ։ Ուկրաինայում եւ այլ տեղերում, Մոլդովայի եւ այլն։ Այստեղ Արևմուտքի կողմը շահեց։ Այսինքն այդ նժարի վրա Արևմուտքի կողմը շահեց։ Այսինքն սրանք Իսրայելի Ես նկատի միջոցով ունեմ, եթե լոբիստական աշխատանքն է խնդիրը, իրենք կարող էին արդեն իրագործած լինել, որովհետև Ռուսաստանի հետ առանձնապես լոբիստական աշխատանք տանելու որ անընդհատ չեն արել ու չեն հաջողել, հիմա հաջողեցին, երբ որ Նաթանյահուն եւ Դոնալդ Թրամփը սենց բան է ախպերությունա։ Ինչի չեք մտածում դա։ Իսկ ԱՄՆ-ը շահ չուներ այս Եվ ինչի չեք մտածում, որ Ռուսաստանի թուլանալն էլ նպաստեց դրան։ Չէ, խրվեց այնտեղ պատերազմ, թուլացավ, առիթից օգտվեցին։ Դե հասկանում եմ, հիմա դուք ճիշտ եմ հասկանում, ուզում եք ասել ամերիկյան շահ չկա այս ամբողջի մեջ։ Լինի Թրամփի ուղի, լինի նախաստորագրված պայմանագիր Թրամփի վկայությամբ, եւ ի վերջո տարածաշրջանում ամեն դեպքում այս պահի դրությամբ խաղաղություն։ Դուք անունը դնում եք պայմանագիր, ես դրա անունը դնում եմ կապիտուլյացիա։ Դա պայմանագիր չի, որովհետեւ 17 կետերից Հայաստանին վերաբերող համարյա թե ոչինչ ես չեմ տեսնում, մեզ համար շահեկան։ Բացի խաղաղություն բառից։ Որը բառը ընդհանրապես իրականում չկա։ Եթե չկա, պարոն Պետրոսյան, այսօր օրինակ ամենավերջին թարմ լուրը Մեծ Բրիտանիայի պետնախարարը հայտարարել է, որ քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված եւ ԱՄՆ-ի ջանքերը գնահատելով, իրենք չեղարկել են զենքի էմբարգոյի այդ որոշումը եւ 92 թվականից ընդունված որոշումը այլևս չի գործելու եւ նրանք ռազմավարական գործընկերություն են հաստատում երկու երկրների հետ։ Հիմա եթե սա իմիտացիա լիներ, Մեծ Բրիտանիան կգնար այսպիսի որոշման կայացման։ Շահերի համընկնում կա։ Մեծ Բրիտանիան չի այնտեղ British Petroleum եւ հանքեր եւ այլն կա, չէ։ Ամերիկյան կողմը չէր ստորագրեց Ադրբեջանի հետ նոր հանքերի շահագործման առումով։ Ստորագրեց, չէ։ Blackstone-ի մի մասնաճյուղը, չէ։ Շահեր կա, մարդիկ իրանց շահը տեսնում են։ Եթե կրակեին իրար վրա եւ խաղաղությունը որպես երևույթ չլիներ, գուցե ժամանակավոր է, գուցե շատ կարճ տևի, բայց այս պահի դրությամբ եթե չլիներ, դա կարծում եք դրա մասին կկարողանային խոսել կամ այսպիսի պնդումներ անել։ Հիմա խաղաղություն է։ Սահմանին չեն կրակում, պարոն Պետրոսյան։ Ինչի։ Ինչու։ Ինչի չեն կրակում։ Սպասում են այդ նախաստորագրությանը, թե այս եվրոդիտորդներն են խանգարում։ Հա? Անձեն եվրոդիտորդները պահում են այդ սահմանը, չէ՞։ Այդպես չի։ Չէ՞։ Նրանք չլինեին, հիմա ուրիշ բաներ կլիներ։ Կա եւ նաեւ այստեղ կոմպրոմիսների գալու առևտուրա գնում մեր շուրջը, մենք այդտեղ չկանք։ Դուք հասկանում եք, մենք գոյություն չունենք։ Կարող էր Ադրբեջանն էլ գոյություն չունենալ, եթե չունենար Թուրքիայի պես մեծ աղբեր եւ նավթ, հա? Հասկանում եք։ Նրանց պետք է այստեղ բան լինի, հանդարտ լինի, իրանք իրանց բիզնեսները անեն։ Թքած հայկական շահի վրա, նաեւ ադրբեջանական շահի վրա, իրանական շահի վրա, հասկանում եք։ Էսա, բայց ով պետք է մեր շահերից հանդես գա, եթե ոչ մեր իշխանությունները։
Մեր իշխանությունները կամակատար են, ընդամենը։ Հանձնարարում են, ընդհանրապես անում։ Եկեք փորձենք ամեն դեպքում այդ կենտրոններին գծել ԱՄՆ, Ռուսաստան, այդ թելադրողների դերում ովքեր են, ԱՄՆ, Ռուսաստան, մեր իշխանությունները ում են ենթարկվում, շատ բարդ հարց եք տալիս, շատ բարդ։ Եկեք փորձենք ուրվա գծել։ Ես կասեմ, ընդհանրապես մեր էլիտան, ընդհանրապես, եթե ասենք ունենք, հա, հաշվենք ովքեր որ բանեն տիրապետում են լծակների, համարենք մեր էլիտա։ Այստեղ կա Կրեմլի, չգիտեմ, 4-րդ աշտարակի մայորի ֆունկցիան, 3-րդ աշտարակի եֆրեյտորի ֆունկցիան, հեն մյուսի գեներալի ֆունկցիան, գալիս ենք այստեղ, գալիս է թուրքական ազդեցություն։ Հիմա մեր իշխանությունների վարկը կարանք ասենք եւ պրոթուրքականա եւ պրոռուսականա, չէ՞, որտեղ երկուսին էլ ոնց որ թե բավարարում է, այդպես չի։ Ռուսական բոլոր ինստիտուտների մասնակից է, ամեն ինչի մասնակից է եւ նաեւ կատարում է Թուրքիայի, Ադրբեջանի այն պահանջները, այս Արարատի թեման, պատմության գրքերի թեման, այս բոլորը իզուրա օթիցա, ռուսները չեն դա պարտադրում։ Թուրքիան էլ Արարատ Միրզոյանն ասաց երբեք նման հարց չի դրվել, թե եթե չեմ սխալվում կամ Ռուբինյանը կամ Միրզոյանը, որ Միրզոյանի ասած Ավետարանի խոսքը շատ բան են ասել։ Ժամանակին չի եղել, պարոն Պետրոսյան, լավ, եկեք էմոցիաները եւ փորձենք դնել մի կողմ։ Երկար ժամանակ չի եղել Արարատի պատկերը կնիքի վրա։ Հիմա եղել է եւ հանվում է։ Իսկապես դա ինչ որ բան է փոխում։ Չի փոխում։ Չի փոխում։ Եթե տևական ժամանակ չի եղել։ Թեման սկսեց հենց կնիքից, թե 2 տարի առաջվանից, որ սկսեց Արարատի տեղը արագած եւ այլն, հա։ Սա ախր կոնկրետ մշակված քաղաքականությունը, որի մեջ գցել են Հայաստանը իր իշխանությունների միջոցով, ու այդ գծով տանում են, որտեղ մենք անընդհատ տանուլ ենք տալու։ Եթե ոնց է բնութագրվում ազգը, որը ունի տեսակ, ինքնություն, արժե համակարգ, չէ, երազանքներ, նպատակներ եւ պետություն, որի վրա հենվել է մեր պարագայում, հա։ Հիմա եթե այս բոլոր բաները վտանգվում են, թուլացվում են, արժե զրկվում են, ինչ ապագա կարող է լինի այդ պետության հասարակության մոտ։ Բարոյա լքում, ինչը մենք տեսնում ենք, թքած ունենալ ամեն ինչի վրա, էդ ենք տեսնում, քեֆ ենք անում, լավ ենք անում, էդ ենք տեսնում։ Հասկանում եք, սա ցավալի բան է։ Այս վիճակը չի կարա երկար պահպանի մեր տեսակը, մեր պետությունը։ Ո՞վ պետք է սթափեցնի հանրությանը։ Ես։ Իմ խոսքով էդ եմ անում։ Ես իմ խոսքով էդ եմ անում։ Ուրիշ ինչ ունեմ։ Լծակ տվեք, կազմակերպեմ։ Օրինակ ինչ լծակ է պետք, պարոն։ Իշխանության լծակ, որ կրթությունն էլ կազմակերպվի, գիտությունն էլ կազմակերպվի, բանակն էլ կազմակերպվի, գյուղատնտեսությունն էլ կազմակերպվի, վտանգները հաշվարկվի արտաքին թե ներքին, հասկանում եք, մենք հիմա ստիպված ենք ազգային ազատագրական պայքար մղենք, թե ներսում, թե դրսում, հասկանում եք, շատ վատ վիճակ է։ Հիշում ես, որ ասեցի 5 ամիս առաջ ասածս եղավ, չէ, տարիներ շարունակ կարող գնաք հետ ու տեսնեք բոլոր մեր պրոգնոզները բևեռը բոլոր մեր պրոգնոզները հատիկ առ հատիկ իրագործվում են ինչի հետարքիր է մենք խո պրարոկ չենք ընդամենը տարրական անալիզ է ընթացքը գնահատելով վերլուծելով հասկանում ես որ սա բերելու է այս հանգրվանին ասում ես դուրս ես գալի փողոց քիչ են միանում որովհետև հիմա ես կգնամ կգա մեկ ուրիշը նա արդեն այլ բան կասի մեր ժողովրդին փափուկ բարձ կդնի կասի մեր իշխանությունները հրաշալի բան են անում ֆանտաստիկ հաջողություններ են արձանագրում
Հասկանում եք, ու այս խեղ ժողովուրդը շվարում է։